Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ-Շեյխում կայանալիք խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների զրույցին միացել է նաեւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ էլ-Շեյխի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար դոկտոր Սամեհ էլ-Հեֆնին։ Հայաստանի վարչապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահի հրավերով այսօր կմասնակցի Մարտավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է տնտեսագետ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի թեկնածությունը։ Վթարային անջատման փաստը թաքցնելու համար հեցում մի քանի պաշտոնյա ազատվել է աշխատանքից, այս մասին հայտնել է հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով նախորդային մարզային բնակավայրերից մեկում վթարային անջատման հետևանքով ավելի քան 6 ժամ հոսանքազրկմանը։ Վթարի փաստի վերաբերյալ հեցի համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը պատշաճ գրանցում չի կատարել, գրանցամատյանում եւ սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել հեցի կենտրոնական կարգավարական ծառայությանը։ Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել հերթի բարձր ղեկավարությանն ու կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ 2 ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են մասնաճյուղի տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը, մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության պետը, տվյալ ծառայության ավագ կարգավարը, հերթապահը։ Մասնաճյուղի Էլ-ցանցերից մեկի պետը, տվյալ Էլ-ցանցի պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետը։ Հորդորսը հետ ընկերության բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում։ Ըստ այդմ կոչ եմ անում վերադասից տրվող ակնհայտ ապօրինի եւ ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել եւ տեղյակ պահել ընկերության անվտանգության եւ վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ ինձ, նշել է Ռոմանոս Պետրոսյանը։